Բարի լույս և բարի առավոտ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ օրս սկսեմ երեկվա պատրաստած այս իշլի քյուֆտայով։ Հարգելներս, ուրեմն բլինչիկները պատրաստեցի, վերջացրեցի, որոշեցի, որ պետք է միանգամից իշլի քյուֆտան էլ պատրաստենք, դե չկարողացա նկարեի, արդեն պարզ է, արդեն հասկանալի է, ու աղջիկս եկավ, մեծ աղջիկս եկավ Արթուրից, ինձ օգնեց։ Դեռ այսպես միսկուտեղ էլ նորից ունեմ սարցարանում, նայեք տեսեք, որը որ սենց սիրուն ձևերով պատրաստած է Վարդուի սար է, իսկ որը որ մի քիչ կլոր է, իմ պատրաստածն է, ես չկարողացա սենց գեղեցիկ ձև տամ, նայեք, ու շատ համով է, պատրաստելուց անմիջապես հետո փորձեցինք, եռացրած ջրով խաշեցինք, ասենք տեսնենք ոնց է լինում, շատ լավն էր, շատ համով էր, ինձ օգնության հասավ իմ աղջիկը, դե բնականաբար, էսի լրիվ բոլորովին սառուցա, հանել եմ այս փոքրիկ սարցարանից, իսկ սա մեծ սարցարանից եմ անե, այդքան էլ սառը չի, հիմա այստեղ նորից ունեմ, այսպես նորից սկուտեղով, հիմա ուզում եմ սրանք լցնեմ տոպրակների մեջ և արդեն տեղավորեմ նորից սարցարան, հարգելիներս։ Դե չկարողացա ճիշտ է նկարահանումը ցույց չեմ տվել, բայց ասի մի հատ սենց, որ արդեն պետք է դնեմ տոպրակների մեջ, սրանք ես եմ պատրաստել, նայեք ժողովուրդ ջան, ինքան հոգնած է, չնայած այն բանի, որ աղջիկս էլ շատ հոգնած էր, դե աղջիկս մատնահարդար է, 4 հատ գործ արել, 4 հատ եղունգ սարքե ու հետո եկել է ինձ օգնության, այդ հոգնած, այն որ ասում է հոգնած ջանին եկել է ինձ օգնության, դե սա էլ պրծա արդեն, սա էլ գործ էր, որ արդեն արանքից հանեցի, հարգելի հետևորդներ ջան։ Ջուր եմ կացայի, ուզում եմ սպագեցի պատրաստեմ, հիմա աղ լցնեմ ջրի մեջ մի փոքր, երկու մասի անեմ, ու լցնեմ ջրի մեջ։ Սպագեցին, ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, չեմ քամում, միշտ քամել եմ, սառը ջրով անցկացրել եմ, հետո նոր պատրաստել եմ։ Այս անգամ որոշել եմ հենց հենց ջրաքամ լինի, այսպես պատրաստեմ։ Թավան դնենք, ուրեմն պատրաստելու եմ արագով։ Այստեղ ունեմ տավարի մսով աղացած միս, պատրաստած, հարգելի հետևորդներ ջան։ Սա երեկվա մսից էր, որ մնացել է քյուֆտայի միջուկի մսից։ Հիմա սա հալի, սպագեցին սենց արդեն լցնենք այս կարակի մեջ, չնայած կներեք, մինչև այդ պետք է տոմատ հավելացնեմ, կներեք ժողովուրդ ջան։
Ձեթ հավելացնենք, հիմա թողենք տոմատը, որ տապակվի։ Այնքան ջուր է լցրել, որ հենց հավասար էպվել է, այք ջուրը քաշել է սպագետիի մեջ, այդ կարիք չկար, որ ես դատարկեի, շատ չեմ պատրաստում տոմատով, սա էլ պետք է քամեմ, հենց նորից կարագով տապակեմ, ես մի փոքր կքամեմ կարագով կտապակեմ, որ թորմիկներս ուտեմ, թորմիկներս չեմ ուզում մսով ուտեմ։ Մի ատր էսպես թեթև խառնեին, ատորներից, սա էլ է պատրաստ, սա էլ ծածկը։ Հարգելիներս, տան գործերս վերջացրեցի և գնացի գնումների, մեծ գնումներ եմ արել, բոլորը հեսա դրել եմ սեղանին, որ տանեմ տեղավորեմ։ Ուրեմն գնումներս արել եմ Երևանից, հեն Երևան City-ից եմ գնումներս արել, հետո այնտեղից էլ եկել եմ Արտաշատ, նորից մի փոքր գնումներ ունեի, Արտաշատում էլ արեցի, մասնակցեցինք Արամեի ելույթին, Արամեներ, պոնչներ, տոմաներ, երեխաներիս հետ գնացի այնտեղ, երեխաներիս ասելով թորնիկիս, Միլենայիս և Էլենիս հետ։ Լավ սառեցինք այնտեղ, ժողովուրդ ջան, իրոք շատ ցուրտ էր։ Հիմա ուզում ենք մի հատ թեյ խմենք, ոնց որ տեղս չեմ գտնում, սառած տուն ենք եկել, չնայած որ մեքենայի մեջ շատ տաք էր, բայց դե սառեցինք, շատ կանգնեցինք ու ասեմ շատ ժողովուրդ կար, շատ ժողովուրդ ու շատ սիրուն էին զարդարել Արտաշատ քաղաքը, հարգելիներս, իրոք հրաշք էր, ես որ տեսա լույսերով, շատ հիացա, գեղեցիկ տոնածառով, շատ գեղեցիկ ձևով զարդարել է։ Երեխեք ջան, էսի ձեր քաղցրավենիքներն, այս ինչեր եք վերցրել։ Երեխեքս էլ իրանց համար են գնումներ արել։ Որտե՞ղ բալես։ Դե արի հանի, արի։ Այստեղ հա, ուրեմն նախապես տոպրակներ են վերցրել, տեղ պետք է գնայ, երեխաների տոպրակներ են վերցրել, սրանք էլ
Դնենք այստեղ։ Հա, դուք ձեր յոգուրտները վերցրեք, բալես, էլ ինչ կա, հա, հեն անդեղ էլ կա, բույկիներ եք վերցրե, ինչ եք վերցրե, հա, թող հլարեսկում, Միլենա ջան, իսկում մարի, վերցրեք, ես աստե կրոասանա, ինչա, հա, սրանք համեմունքներ են վերցրե, ուր են վերցրել եմ, Էլեն ջան, դու դիր, թեյնի կլրեն, վերցրել եմ այս մալոչնի մարգարիններից, որ վաղը Սառեսնովի խմոր պատրաստեմ, հա, էսի հալած պանիրա սիթից եմ վերցրել, հարգելի հետևորդներ ջան, շատ համով պանիրա, շատ համով, վերցրել եմ տենամ Էլենս կուտի, անունը հանել եմ Էլենի, հա, սրանք էլ խտացրած կաթա, սա խմորեղենի համար է, վերցրել ենք անանաս, ասեմ ուրեմ հարգելի հետևորդներս, այս անանասի գները տարբեր տեղեր, տարբեր գները, տեղ կար 3000 էր, տեղ կար 2000 էր, տեղ կար 1500, չգիտեմ, մենք սիթից վերցրեցինք, ընդամենը այս անանասը վերցրեցինք 1700 դրամ, հա, տան համար, ձեթ են վերցրել, այստեղ ինչա, կոկոսը, պամելայա, հա, պամելա 2 հատ ենք վերցրել, որովհետև Էլենս շատ է սիրում, Էլեն ջան, բա այն մեկն ուրան, բալես, հա, հեսը, ես էլ դնենք կտեմ, հա, 2 հատ վերցրինք, Էլենը շատ է սիրում, այս ցիտրուսներից, սա էլ, ուրեմ ասեմ հարգելիներս ծխեցրած պանիրա կոչվում, ռուսական, շատ համով պանիրա, ես սիրում եմ, միշտ առնում էի Արարատի սուպերմարկետից, բայց այս անգամ սա վերցրեցի սիթիից էլի, մի անգամ ուզում եմ մի հատ պատմություն պատմեմ հարգելիներս, էլի սենց ես գնումներ էի ցույց տալիս, այս ցելոֆոնները դե խշխշում է բնականաբար, որ մեջից բան ես հանում, մի հատ հետևորդ, իմ լավ հետևորդներից էր, գրել էր, ես արդեն ձանձրացա այս ցելոֆոնների ձայնից եւ ցանկություն չունեցա, որ նայեմ, դե ներող կլնեք հարգելիներս, ինչ ասեմ, սա դիտավորյալ չեմ անում, դե բնականաբար է, որ հանում ես ապրանքները ցույց տալու, պետք է ցելոֆոնը խշխշա, ուզում եմ ասեմ, նախապես ներող կլինեք այս խշխշոցի համար, կաղամբ եմ վերցրել, լավ կաղամբ, 2 հատ, թեթև կաղամբ եմ վերցրել տոլմի համար, հա, այս մրգերը բոլորը վերցրել եմ սիթիից, կիվի, մանդարին, Միլենա ջան, այդ մայոնեզները դիր, սառնարանում շատ համեմունքներ են վերցրել, որ ինձի պետք է գալի, խմելի սունելի է, սև պղպեղ է, չգիտեմ, այնտեղ միահագին բան են վերցրել, անց, սա էլ աղցանների համար, կիտրոնի խտահյութ, հա, խտահյութ է կոչվում, վերցրել եմ աղցանների համար, շատ եմ օգտագործում, սոխ եմ վերցրել, կարալյոկ եմ վերցրել, հա, էսի շատ լավ սուրճ էր, հենց նորից սիթիում աղալ եմ տվել, վերցրել եմ, սրանք բանան են, էլ ինչ կա, հա, սա էլ կլոր բրինստոլմի համար, ալյուր, շաքարավազ, այստեղ ինչ կա, ապերսինա, գազարը, բայց ես նորից գազար բազուկ եմ վերցրել, Միլենա ջան, կիլոյով էլ եմ վերցրել, սա սիթից վերցրեցի, հա, հեսա ստեղ կա, ծիծակ եմ վերցրել, գազար եմ նորից վերցրել, գնումներն ու խնձոր ենք վերցրել, սա արտաշատից վերցրեցինք, ուրեմ ասեմ, արգելի հետևորդներս, կիլոյով խնձորը
Կիլոն 500 դրամ, բայց շատ լավ խնձոր է, 3 ձևի խնձոր կա այստեղ, վերցրեցինք։ Այստեղ էլ կա գնումներ, այս էլ մեր երեխաներիս սիրածնա, սա դոբրոցենից եմ վերցրել, Էլենը շատ է սիրում, ու ասեմ էսի ուտում ան ուտելայով հարգելներս, սրանք յոգուրտներն է, որ վերցրել եմ, հա, սա կոչվում է իկրայա, չգիտեմ, բայց ես ինչով ասենց, հա, իկրաս կրեմում, բայց ինչ կրեմ, չգիտեմ, սև իկրայա, տոմատ եմ վերցրել, սրանք, հա, չէ, պարսկականը չի, ես մտածի պարսկական տոմատներն է, բայց պարսկականը չի, նորից Միլենացիրա համար յոգուրտ է վերցրել, ես էլ եմ վերցրել, բայց երեխաներս էլ իրանց համար վերցրել են, սա վերցրել եմ այս պլիտկաները, խմորեղենի համար, հա, այստեղ էլ երշիկներ եմ վերցրել և աղբի տոպրակներ եմ վերցրել, ժողովուրդ ջան, որ անդադ պետք է գալի և ամեն գնումներ անելուց ամենակարևոր բանն է, որ վերցնում եմ, հա, այս մի ցելոֆանից վերցրել եմ դոբրոցենից, իսկ մնացած գնումներս արել եմ Սիթիից։ Միլենա ասելա, ինձ օգնում։ Իդել մասնվա կդրեմ ստի, բայց վաղ բոլոր կտեղավորեմ, որտև սրանով չենք սահմանափակում, որտև էլի գնումներ ենք անելու ժողովուրդ ջան։ Այս պանիրը հանեմ, հա, այստեղ նորից պանիր ունեմ, այստեղ նորից պանիր եմ արել, սա այսօր չեմ արել ժողովուրդ ջան, պանիր արել կրել սարնարանում, քելով պանիրա, սրանք մի կիլանոց ամեն մեկը, ցելոֆանով, հա, 200 դրանից եմ վերցրել, 3800 դրամ է, նորից ծխեցրած պանիրա, այստեղ վերցրել եմ չքանակ պանիր, նորից, հա, չքան է բռնել, 3900 է բռնել, սա կիլոյից մի քիչ ավել է, լավ, սրանք թող տեղավորեմ, Էլեն ջան, ժողովուրդ ջան, տեսեք ինձ լավն է, ինձ համով է, հալած պանիրը, գնամ հələ Էլենը կուտի, թե չէ, Էլեն,
Նաջանին բաներն են բերել, որպես դրել եմ այնտեղ։ Խմենք չայը, տաքանանք, որովհետև լավ սարել են։ Հետո գնամ խոհանոցս նորից հավաքեմ։